Գողջունեմ ձեզ բոլորդ մեր բատվական փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Բարի եկած եք սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Գործենք մեր Աստվածը, որովհետեւ ինք արժանի է։ Ամեն։ Ինչ լավ ըրիկ դերունի օրը, գիրագի հարաբոտ։ Եկակ դերոջը ներկայության։ Գիտեք ձեր սրդերում մեջ ինչ կսեիք դերոջը։ Դեր թեև գիրագի օրը հանգստի օր է։ Բայց դու իմ հանգիստս ես։ Դու ես այն մեկը, որ ամեն բանը առաջ կփնտրեմ։ Անոր համար գիրագի օր շատերուն համար իրենց զվարճությունը, իրենց ուրախությունը, իրենց փափակները լեցնելու օր է։ Բայց դուք ընդրեցիք Տերոջը ներկայությունը։ Տեր օրհնի յուրաքանչյուրդ։ Եվ գուզեմ ողջուններս նաև սիրելի քույրերուն եւ եղբայրներուն, որոնք ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միշտ կհետևիք, միշտ կքաչալերեք, կգիսվիք, Աստված ցեզալ օրհնե սիրելի քույրեր եղբայրներ, ուր որեք օրհնությունը Տերոջ ձեր վրա ալլա, փառք իր սուրբ անվանը։ Հալելույա։ Գուզեմ գարտալ Մատթեոսի ավետարանեն 21-րդ գլխուն 28-րդ համարեն հատվածը։ Մատթեոս 21-28-ն սկսյալ։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Ինչպես գերևնա ցեզի։ Հիսուս հարցումով կսկսի։ Ինչպես գերևնա ցեզի։ Ես անուն հարցումը ցեզի փոխանցեմ։ Ինչպես գերևնա ցեզի սիրելի նոր կյանք եկեցող քույրեր եւ եղբայրներ։ Մարդը երկու որդի ուներ։ Առաջինին ասավ. Որդյակ քնա այսօր ակիս մեջ գործե։ Անիգա պատասխանեց. Չեմ ուզեր երթալ։ Բայց ետքը զղջաց ու քնաց։ Հայրը մյուսին ասավ. Անիգա պատասխանեց. Գերտամ դեր։ Սակայն չքնաց։ Ասին հիմա այս երկուքեն որը իր հորը գամքը գադարեց, ասին անոր առաջինը։ Դեր օրհնի իր խոսքը հրամեցեք։ Չեմ գիտեր եթե հոգևոր մեդիային գեհդեվիկ ուշադրություն կդարձնեք։ Գիտեք, քանի շաբաթներ առաջ երբ Չարլի Քըրք նահատակվեցավ գսեմ, որովհետև քրիստոնեական դեսանգյունեն դիտված Աստվածաշունչի նահատակվեցավ։ Իսկ անոնք, որոնք ցախագոմյան են, ասին սպաննվեցավ։ Գիտեք, մենք կբադվենք այս երդասարդ այր մարդուն նահատակությունը եւ եթե ուշադրություն գնեք, որ ինչպես Աստված այդ թեփքը ամբողջ Ամերիկայի եւ գրնամսել համայն աշխարհի արտնության միջոց եւ արիտ կստեղծե։ Ինչպես հովիվներ, եկեղեցիներ սկսան անդրադառնալու, սկսան դեսնելու թե ինչ կբադահի հոգևոր անդեսանելի աշխարհի մեջ եւ երդասարտներ, երդասարտուհիներ, որոնք քաղց կյանք ունեին, սկսան նվիրական որոշումներ առնել իրենց կյանքին, շատեր որ երկար ժամանակ էր եկեղեցի չէին երթար, որոշեցին ասելու որ մենք եկեղեցի բերտանք, բազմահազարավոր երդասարտներ, երդասարտուհիներ առաջին անգամ լալով Աստվածաշունչ բանալով սկսան գարտալու եւ այդ մեծ շարժումը համայն աշխարհ կդարածվի։ Ես կուզեմ այս մեկը ասել սրդի հանգիս խղճով։ Այդ թեփքը նաև թույլ կտանք, որ մեր եկեղեցին վրա աստե։ Հոգևոր ասեցություն ունենա։ Մենք նաև գուզենք լալ այն երդասարտի նման, որ համարձակեցավ ամեն քնով թակավորությունը, Աստծո խոսքը, ընտանիքի արժեքները
abortion-ի թեմ խոսիլ, նույնիսկ եթե իր կյանքը դվավ։ Եվ մենք կուզենք այդ թեփքը նաև մեր եկեղեցվո կյանքի մեջ ալ, երդասարտներուն կյանքին մեջը, յուրաքանչյուրի կյանքի մեջը, սիրելներ, իր թրական զորավոր հոգևոր աստեցություն ունենա։ Փառք իր սուրբ անվանը։ Ինչու համար այս խոսքը եւ այս հատվածը գարտացի, որովհետեւ գուզեմ ծեր աչքերուն արջև ներկայացնել, թե հայր մգար եւ երկու որդի ուներ։ Հայր մգար եւ երկու որդի ուներ։ Եվ այս երկուքին ղրգեց, ուղարկեց։ Եթե այս հայրը 3 որդի ունենար, 3-ին պիտի ուղարկեր։ Եթե 4 որդի ունենար, 4-ին պիտի ուղարկեր։ Եթե 8 բիլիոն որդի ունի, 8 բիլիոն ժողովրդին որդիներուն պիտի ուղարկեր, որպես երթա այքի մեջ աշխատի։ Գացես մեկը, որ այդ 8 բիլիոնին մեջ չէ, թող ցերկ վերցնե։ Thank you. Միշտ կսեմ ցերկերնիդ վերցեք, բայց ոչ աս բարակային համար։ Գիտեք ինչու համար այս մեկը կսեմ, որբեսի գիտնաս թե այդ երկու որդիները մեկը տունես։ Եվ թե Աստված քեզ գանչած է եւ Աստված քեզ որոշած է եւ քեզ Աստված ղրգած է։ Քեզ դված է այն հանցնարարությունը, որ երթաս, տուն մատնանշված եւ որոշված հորը որդին ես զավագն ես, որ ուղարկված ես երթալու։ Եվ Աստված կուզե քեզի այս մեկը այսօր հիշեցնե։ Երբ մոդանցիալի մեջ գյանքի քնով այս ղրգված երդասարտը, այս որոշված եւ ընդրված երդասարտը իր գյանքը դվավ, որովհետեւ ինքը գոչում ուներ եւ գանչված էր, լսած էր իր հորը, որ քնա այսօր իմ այքիս մեջ գործե։ Ամեն արդու երբ կարթնար գլսեր այս խոսքը, որդիագս քնա այքիս մեջ գործե։ Գուզեմ այս խոսքը քեզի ուղել։ Դղաս, աղջիկս, սա հորը խոսքն է։ Որդիագս, դուստրս քնա այքիս մեջ գործե։ Քնա այքիս մեջ գործե։ Որովհետև Աստված քեզ ընդրած է եւ Աստված քեզ գանչած է, որ տուն այս մեկը ընես, տուն որոշված, գանչված եւ ղրգված ես։ Ոչ թե պիտի գանչվիս, ոչ թե պիտի ընդրվիս եւ ոչ թե քեզի օրմը Աստված պիտի սե քնա, տուն already արդեն այդ մեկը ունիս եւ Աստված քեզ գանչած է, որովհետեւ մենք կխոսենք սիրելներ ընդհանրական հանձնարարության մասին, որ Աստված բոլոր իր զավակներուն դված է ասելու կացեք եւ կա նաեւ հադուկ եւ անձնական հանձնարարություն եւ դեսիլք, որ Աստված հադուկ կերպով յուրաքանչյուրիս համար գանչե այլ բանի համար։ Ես կխոսիմ ընդհանրական հանձնարարության մասին, միջազգային, դիեզերական հանձնարարության մասին, որում մեջ 8 բիլիոն ժողովուրդ կա, եւ Աստված ամեն արդու երբ որ գարտնաս քեզի գսե։ Որդիագս, դուստրս, այսօր քնա այքիս մեջ գործե։ Լսած ես այս խոսքը, երբ առավոտներ արտնցած ես։ Լսած ես հայրը քեզի գսե, աղջիկս, երբեմն նաև անունդ կհիշե։ Քնա այսօր այքիս մեջ գործե։ Դու այնօր գործ ունիս, դու այնօր աշխատանք ունիս, բարդավորություններ ունիս։ Դղաս, աղջիկս, որդիագս քնա այքիս մեջ գործե։ Այքիս մեջ գործե։ Որովհետև Աստված քեզ արդեն ղրգած է։
Թուն ղրգված ես, թուն գանչված եւ ընդրված ես։ Եվ գուզեմ որովհետև այս հատվածի մեջ գա նաև քեղեցիկ խորհուրդներ, որ գուզեմ ցեզի հետ գիսվիլ, որբեսի հասկանաս, երբ հայրը քեզ գղրգե, ինչ իմաստ ունի անիգա, ինչ հանգամանք եւ արժեք ունի անիգա։ Առաջինը գուզեմ ասել, որ երբ Աստված քեզ գղրգե, Աստված քեզ գրգած է, գուզե քեզի ասել, եւ գուզեմ որ թունալ սա մեկը ըմբռնես հասկանաս, որ երբ Աստված քեզ գղրգե, քու երթալու մղիչ ուժդ, քու երթալու շարժարիթդ սերը պետք է լա։ Այս երկու որդիներեն մեկը մեգուն սրդի մեջ գար սեր, չնայած որ իր հորը առաջարկը թերևս իրեն ախորժելի չի թվեցավ, հավանաբար այն օրը ուրիշ պլաններ ուներ, թերևս ընկերներուն հետ դեղ բիդերտավ, ցկնորսության բիդերտային, բայց որովհետև իր սրդի մեջ գար սեր, այքին նկատմամբ, կորձին նկատմամբ, գսե թեև ոչը սա բայց քնած։ Ուզեմ աս մեկ ասել, եթե դերը քեզ արավոտյան, երբ գարտնաս քեզ գսե, որդյագս թուստրս, քնա այքիս մեջ կորձ է, առաջին բանը գսե քեզի սիրով կորձ է։ Թող քու սրդիտ մեջ հիմնական շարժարիթդ սերը ըլլա։ Ամենեն կարևոր բանը այս է, սիրելներ, եւ երբ որ գարտանք Աստվածաշունչը գտեսնենք, որ շատ մը թակավորության համար կորձող մարդիկ շիդակ շարժարիթով չծառայեցին, քարոզեցին, բայց ոչ շիդակ շարժարիթով։ Գիշեք ուր գիհիշե Պողոս Արաքյալ այս ուղղությամբ։ Փիլիպպեցիս առաջիներորդ գլուխը ցեզի գարտամ, նայեցեք։ Փիլիպպեցիս 1:15։ Նայեցեք ինչ կսե։ Ոմանք նախանցե ու հագարագուրտենե եւ ոմանք Փարեսիրութենե շարժյալ Քրիստոս գկանոզեն, անոնք հագարագության համար Քրիստոսը գբատմեն, ոչ թե անգեղծությամբ, գարձելով թե վիշտ կավելցնեն իմ գաբերուս վրա։ Գրնալ որ իմ շարժարիթս երբ գերտամ ես եւ ղրգված եմ եւ գանչված եմ եւ հանցնարարություն ունիմ, իմ շարժարիթս սերը չլա, այո գրնա։ Գրնա անիգա նախանց եւ գրնա անիգա հագարագությունը լալ։ Գրնա ոմանց համար նյութական շահերը լալ։ Երբ գերտան խոսքը քարոզելու, այքիի մեջ աշխատելու, որտեղ այքին այն թաշտն է, որ Աստված մեզ կգանչե երտանք եւ մարդոց մեջ սպասարկենք։ Մարդիկ գրնան անձնական շահեր ունենալ, նյութական շահեր գրնան ունենալ, ոմանք գրնան անուն եւ համբավ շահելու շահեր ունենան։ Եվ ասոնց մե ոևէ մեկը սիրով չէ, սերը չէ թրթաբաճարը, սերը չէ շարժարիթը։ Գիտեք, գրնամ ես շատ դաղանթավոր մեկը գրնամ ես շատ բացարիք բարգևներ ունենալ, բայց եթե իմ ծառայությունս եւ իմ ծառայությունս սիրով չէ, աստեցություն չունենար։ Ամենեն զորավոր ծառայությունը, ամենեն զորավոր առաքելությունը, այն առաքելությունն է, այն ծառայությունն է, որ սիրով գլա։ Սերը ամենեն զորավոր գերբով գաստ է։
Ամենեն զորավոր դպավորող բանը քու կյանքիդ մեջ եւ իմ կյանքիս մեջ սերն է, որովհետեւ երբ կերտած մարդոց հետ կխոսիս, քեզի ասեմ, անոնք որոնք վգայելու քաչություն եւ համարձակություն ունին, կհասկանան ինչ կսեմ։ Երբ որ կսկսես խոսելու մարդոց Քրիստոսը հրամցնելու, բարի լուրը դալու, մարդիկ պիտի լան որ քեզ պիտի մերժեն։ Ոմանք պիտի լան որ քեզ պիտի ծիծաղին։ Իսկ ուրիշներ պիտի լան որ քեզ պիտի արհամարհեն, անարգեն։ Նայեցեք սիրելիներ։ Եթե քու թրթաբաճարդ, քու իրենց երթալու մղիչ ուժդ սերն է, անոնց մե ովևէ մեկը քեզ պիտի չաստե։ Սիրով պիտի փոխանցես, սիրով պիտի գիսվիս, ընդունեցին Փառքը դերոջ բիդսես, եթե չընդունեցին, նույնքան ուրախությունով պիտի վերադառնաս։ Եթե սերն է քեզ մղողը։ Անոր համար գիտեմ, որ շատեր ցեզ պիտի մերժեն, պիտի անարգեն, պիտի ծիծաղին, գուզեմ հասկանանք սիրելներ, որ ինչ բան որ գնենք, սերը պիտի լա թրթաբաճարը։ Սիրով պիտի անենք։ Եվ այն է, գիտեք, երբ որ Պողոս Արաքյալ Հռոմեացիս նամակին 10-րդ գլխում մեջ կխոսի սիրո մասին։ Գիտեք ինչ կսե։ Մեկ հատ կարդամ ցեզի։ Հռոմեացիս էր, չէ։ Չէ, ներողություն։ Եբրայեցիս էր, եթե չսխալեմ։ Ամենայն տևս կողոս արձանագրվածուն։ Գսե, և եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն գերցնեմ։ Բզդիկ չալենչ մծեսի։ Պողոս Արաքյալ ինչ կսե, գիտեք, չսեր այսօրվա դասանորդդ, Աստծո դաս, այսօրվա ընձատ եւ նվերդ դաս, գսեք քու բոլոր ստացվածքդ։ Հիմա թեզմե ոմանք կան, որ Աստված իրենց ստացված տված է, դուն տված է եւ այլն, ոմանք կան, որ մեկ ավելի ունին, ոմանք կան, որ բիզնես ունին եւ լավ կարողություններ ունին։ Աստված օրհնե բոլորդ, ամենեն համեստեն, ամենեն լավակույնը։ Հետաքրքրական ինչ կսե, եթե գսե բոլոր ստացվածքդ, երևակայ է, երթաս եւ ամեն ունեցածդ ծախես, դուներդ, ինքնաշարժերդ, բիզնեսդ, ամեն բան եւ երթաս աղքատներուն գերագրես։ Աշխարհի մեջ կսես որ բիդի չցկեմ որ աղքատը անոթի մնա։ Բիդի երթամ եւ գերագրեմ իրենց գերագրեմ։ Եվ եթե գսե այս բոլորը առանց սիրո գնես, ոչինչ է։ Գիշեք Հիսուս երբ որ հարութենեն վերջ դիպերյա ձովին եզերքը կնաց և դեսավ աշակերտները հոնեն և ծուկ կվորսան։ Եվ բոլոր քիշերը անցուցած էին և ծուկ չէին գրծած որսալ։ Եվ Հիսուս անոնց հանդիպեցավ, աջ կողմը նետեցեք, 153 ծուգեր բռնեցին, եկան և դեսան, որ արդեն Հիսուս խորոված պատրաստած է ծուգեր գա, ըսավ այդ թարմ ծուգերեն փերեք վրան թրեք, գերան, խմեցին և գշտացան։ Հիսուս բայց եկավ և Պետրոսին հետ սկսավ խոսելու։ Սիմոն Պետրոս, զիս անոնց մե ավելի գսիրես։ Պետրոս սավ այո դեր, թուն գիտես որ գսիրեմ։ Եվ այս խոսքը 3 անգամ գրտնեց։ Եվ երբ որ գգրտներ, գիտեք ետքը ինչ կսեր։ Արած է իմ ոչխարներս, արած է իմ քարներս, արած է իմ ոչխարներս։ Գիտեք Հիսուս ինչ ասել գուզեր Պետրոսին։ Պետրոս եթե թուն գուզես իմ հոդիս հովիվը լալ եւ զանոնք արածել անոնց մեջ քարնուկներ կան, անոնց մեջ ոչխարներ կան, պետք է նախ զիս սիրես եւ պետք է զիս ադոնցմե ավելի սիրես։ Ինչ է այդ ադոնցմեն։ Քու յանքիդ մեջ, իմ յանքից մեջ այդ ադոնցմեն գրնա փամ լալ, որ ես լուր չունիմ։ Եվ Հիսուս կտանա գսե եթե զիս
անոնց մե ավելի չես սիրեր, չես կրնար սիրով երթալ։ Գաղտնիքը ինչ է, որ կրնաս սիրով երթալ, եթե քու կյանքիդ մեջ ամենեն սիրելի անձնավորությունը Հիսուսն է։ Թե ոչ սիրով չես կրնալ երթալ։ Որտեղ ուրիշ սերմը գա, որ սիրտդ լեցուցած է եւ քրաված է քեզի։ Անոր համար ասա ինձի ադոնց մե ավելի գսիրես, ադոնց մե։ Եվ հոսե քույրս եղբայրս, եւ որ քեզ դերը գրգեց առաջին մեսեջը որ գուզե որ թունդաս մարդոց սերն է եւ սիրով ըլլա։ Այս երկու դողոց մեջ դարբերությունը այն էր, մեկը գսիրեր իր հայրը եւ գսիրեր այքին եւ գիտեր որ այդ այքի մեջ ինքը պետք է ծառայե եւ նույնիսկ եթե ինքը այդ օր ուրիշ պլան ուներ ամեն պլանները մեկից եկեց եւ գնաց եւ այքի մեջ աշխատեցավ իսկ եթե քու կյանքիդ մեջ Հիսուս ամենեն վեհսերը չէ եւ գա ուրիշ սերմը քեզիսեմ ինչ ունեսնե սեր չես կրնար հրամցնել քու սիրով ծառայելու մեծակույն գնիկը եւ քրավագանը երբ դու Հիսուս ամեն բանը ավելի գսիրես թե ոչ չես կրնար ուզեմ աս խոսքը մտքիդ եւ սրդիդ մեջ մնա եթե գսկաս որ մարդոց գվգայես եւ մարդոց անդրադարձեն գնեղանաս գաստվիս գնեղվիս քեզի յետ կբահե քիծիր որ Քրիստոսի սերը նվազած է կյանքիդ մեջը եւ ուրիշ սեր գա որ ավելցած է Բամը գարնենք Հալելույա Հալելույա Երկրորդ մտածումը որ այս արագի մեջ որ Հիսուս խոսեցավ ուզեմ հասկանանք որ երբ որ Անցի եկավ գսե երկու որդի ուներ երկու որդի ուզեմ հասկանաս որ այն հանձնարարությունը որ Աստված քեզի տված է եւ այն գոչումը որ քեզի հանձնած է քեզ գտեսնե որպես իր որդին Տուն իր որդին ես եւ որդի հասկացողությունը ինչպես կրնաս ըմբռնել Երբ որ գճանշնաս թե հայ երկնավոր Աստվածը քու հայրը դե որտեվ երբ որ անիկա քու հայրը դե թուն կհասկնաս եւ կգտնես ինքզինքդ որպես որդի քու ինքնությունդ որդիական ինքնություն է Գիտեք ամենքս ալ ծնած ենք հորմե եւ մորմե եւ ընդհանրապես հորը անունն է որ գգրես Հայրդ ասկի մը գբատկանի Այս բարակային մենք բոլորս հայ ասկին գբատկանի Հայրդ երկրի մեջ քեզ այս աշխարհ փերավ մորդ միջոցով այսինքն Դուն ծնունդ արիր երկրի մեջ եւ այդ երկրին քաղաքացիությունը կգրես Մեզ մեծ մասը Սուրյո մեջ ծնած ենք, ոմանք կան Բարսկաստանի մեջ, ոմանք կա Հայաստանի մեջ, ոմանք կա թերևս այս երկրի մեջ։ Հպատակություն արած ես, քաղաքացիություն արած ես, որովհետև երկրի մեջ ծնած ես, եւ երրորդ, որովհետև հորդ զավակնես, անոր մագանունը կգրես։ Երբ որ կճանչնաս թե թուն որդի ես երկնավոր հորը, քու քաղաքացիությունդ սիրելի քուրս եւ եղբայրս երկնային է։ Գիտես որ քու քաղաքացիությունդ երկնային է եւ գիտես որ քու ասկությունդ քրիստոնեությունն է։ Քրիստոսի միջոցով բոլոր ժամանակներու ընթացքին հասավ եւ մեզի եկավ եւ մենք այսօր քրիստոնյա ենք որովհետեւ Քրիստոսի հետևորդներն ենք Չէ Մեր մագանունը քրիստոնյա է Եվ գիտենք որ երբ որ հայրը գճանշնանք
մենք ուր ենք անոր մեջ։ Ամեն անգամ որ հորը գնայիս, երկնավոր Աստծուց գնայիս, որպես հայր, անիգա քու մեջը գարմադացնե եւ գհաստատե քու որդիական ինքնությունը։ Որդի լալ շատ կարեւոր է սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Որդին կորձավոր չէ։ Որդի մտածելակերպ ունենալ երբեք չի նման իր կորձավորի։ Մենք կորձավոր չենք, մենք այսպես ասեմ, Բոս Արաքյալ չսավ մենք Աստծո կորձավորներն ենք։ Բոս Արաքյալը սավ մենք Աստծո կորձագիցներն ենք։ Կորձագից գիտեք ինչ սել է։ Partner, օրթախ, մեր հասարակ խոսքովը, partner։ Մա չեմ գիտեր, երբ որ TV կպանաս ինչ պրոգրամներ կան, որ քեզ հետաքրքրե, բայց ինձի հետաքրքրող պրոգրամները մեկը գրնալ եթե ասեմ գիտնակ, Shark Tank, ով գտիդ է։ Պրոգրամն է, որ 5 հատ multi-billionaire մարդ նստած են, multi-billionaire, եւ մարդիկ կան, որոնք հնարամտություն ունեցած են փամը ստեղծելու եւ գուքան եւ գսեն, որ մենք այս կորձիկը, այս արարգան հնարեցինք, ստեղծեցինք եւ գուզենք անոր մեջ թուք partner-ը լակ սիրելի բիլիոներներ, օրինակ $200,000 գուդակ եւ 20%-ը ցեզի գլա եւ գուզենք, որ թուք մեզի բաժանորդը լակ։ Եվ ընդհանրապես եթե նայիկ 10 եկողներեն 6-ն 7-ն տերևս երբեմն 8-ն համացայնություն կգնքեն։ Եվ այդ բիլիոներները մեկը իրենց բաժանորդը օրթախը գլա։ Հիմա գուզեմ ասիգա լավ դեսնես։ Տերևս այս անձը, որ այս ապրանքը հնարած է եւ դված է գրնալը ամբողջ իր հարստությունը $100,000 լա։ $200,000 լա։ Բայց որու բաժանորդ է։ Երբ որ գերտա ընկերին հետ գսե գիտես իմ բիզնեսիս օրթախը ով է։ Մարկ Քյուբենն է, որ ունի բազմա բիլիոն $, իմ օրթախս ան է։ Ուզեմ ասիգը հասկնաս։ Աս օրինակ ինչու պերի, որբեսի հասկնաս Աստված բիլիոներ չէ։ Աստված երգինքն ու երգիրը ստեղծող եւ ամեն բան իրեն պատկանող քու Աստված դե քու հայրը դե եւ քեզ գանչեց որբեսի կորձագից լաս։ Քեզ partner-ըրավ իր թակավորության մեջ անորամարտուն որդի ես։ Կորձավոր չես, կորձավորը ժառանգորդ չի գրնարլալ, բայց որդին ժառանգորդ է, գիտե որ որդին այս բիզնեսը, այս գործը, եթե հայրը իր աչքերը փակե, իրեն է եւ իրեն կպատկանի։ Աստված քեզ դվավ թակավորությունը եւ այդ թակավորության մեջ տուն որպես որդի կգործես, որովհետեւ գիտես որ ժառանգորդ ես։ Աստծո ժառանգորդները Քրիստոսի ժառանգագիցները գսե Բոս Արաքյալ։ Տուն ժառանգորդ ես անոր համար որդի, անոր համար որդիակները, սա որդիակ քնա եւ իմ այքիս մեջ աշխատիր։ Չսավ կորձավորս։ Չսավ ծարաս, սա որդիակ։ Ինչ կգարձես եթե այդ բիլիոները, եթե այս բարձ համես մարդը իրեն հետ կորձնգերը լալու համացայնություն գգնքե եւ գոհոժարի որ այս մարդը որ թերևս շատ բարձ հարստություն ունի իր բաժանորդը լա որքան ավելի երկնքի Աստվածը որ գանչած է քեզ ընդրած է քեզ որոշած է քեզ եւ գրգած է քեզ ասելու որ տուն որդիական հանգամանքով քնա տուն որդիս ես Այս կորձը ես քեզի հանցնած եմ, այս կորձին մեջ ես քեզի իրավասություն տված եմ, տուն որդիական հանգամանք ունիս։ Գիտեք Չարլի Քրքին դեսողության մեջ այս մեկը գար։ Երբ որ գաշխատեր, երբ որ գսպասարգեր, երբ որ դիբեյթ կներ, գտեսնեի իր մեջը Աստծո որդվույն ասենք Տեր Հիսուս Քրիստոսի քարակտերը
գտեսնե ինչպես ինքզին գտեսնե որպես որդի եւ ժառանգորդ, կորձընկեր եւ ոչ թե որպես կորձավոր։ Երբ որ մարդուց հետ կխոսեր, հոգը չեր, գիտեք քիչ առաջ երբ որ սիցեզի սիրով պիտի դանք, լավ գլար որ այս մեկը հիշեի այնադեն, որ այս երդասարտը երբ որ դիբեյթ կներ, գիտեք թիմացի երդասարտներում մեջ այնքան անգիրտ եւ անկահակավար երդասարտներ գուքային եւ իրեն հետ դիբեյթ կնեին եւ իրեն գանարքեին, գահյուեին, մադի նշաններ գնեին, էֆ-փարը կորզածեին։ Գիտեք վերջ ինչ կսեր։ Երբ որ իրեն գարցնեին, գսեր որ աս երդասարտները խղճալի վիճակի մեջ են, հիվանդ են հոգեպես, օգնության պետք ունին եւ մենք պետք է օգնենք իրենց։ Քիչ առաջ քեզի անարգեց փոլորին թիմաց, գսեր այս երդասարտները օգնության պետք ունին։ Սերը եւ նաեւ որդիական իր դեղը գանքներ եւ ոչ մեկ փանձին կշարժեր։ Գիտես ինչու, եթե ոյ մեկը փամսեր, մեկ վարյան հորս կորձն է որ գնեմ։ Ես որդին եմ։ Հայրս այս կորձին դված է եւ այս կորձին ժառանգորդը ես եմ։ Այս միտքը ունեցիր։ Այս խորհուրդը քո մեջ թողլա։ Կորձավորի մտքեն դուրս ելիր։ Եվ երրորդ բանը որ գուզեմ, երբ Աստված քեզ գղրգե եւ Աստված քեզ գուդա այն արաքելությունը, այն միշնը, որ երթաս եւ այդ մեծ հանձնարարությունը, մեծակույն հանձնարարությունը մարդոց փաշխես, գուզե Աստված որ անիգա սիրովն ես, գուզե Աստված որ անիգա որդիական հանգամանքով եւ փայս եւ այնպես գուզե որպես ծառա իրեն սպասարկես։ Տերևս քիչմը confusion միդելացիզի ինչպես կրնա ալալ մեկը որդի ելա եւ ծառա ալա։ Գիշեք օրինակը որդի եւ ծառա Տեր Հիսուս, ամեն, ամեն։ Երբ որ Հիսուս երկրի վրա էր, ամեն անգամ որ գգենար Աստծո հետ գաղութեր, իրեն հետ ինչպես կխոսեր, որ մակտիրը կկործածեր, հայր։ Ինք գիտեր որ ինք որդին է երկնավոր Աստծո հորը, ինք գիտեր որ երրորդության մեջ ինք որդի եւ հայր գար, եւ երբ որ կխոսեր եւ երբ որ գաղութեր հայր գսե, թողություն դուրանոնց, չեն գիտեր ինչ կնեն, ով հայր մեր որ երգին կնես, Եվ դերունական աղոտ կգսորվեցներ, եւ ամեն անգամ որ հետը կխոսեր, որպես հայր կգոչեր, այնպես որ Փարիսեցիները, Սատուկեցիները սկսան նեղանալու, ասելու որ ով ես դու որ Աստված քեզի հայր կգոչես, ինքս ամ որ հայրը կջանշնա, զիս կջանշնա, ինք գիտեր որ ինք որդի էր այն հորը, բայց եւ այնպես, երբ որ Փիլիպպեցիս նամակը կգարտանք, Փիլիպպեցիս նամակը, հալելույա, thank you Lord. Փիլիպպեցիս երկրորդ գլուխը երբ որ կգարտանք եւ 7-րդ համարը, նայեցեք, կամ 6-րդ համարին գարտամ, որ Աստծո գերբարանքը ունենալով հաբշտակությունը չսեբեց Աստծո հավասարը լալը, Հիսուսի մասին գխոսի։ Աստծո գսե գերբարանքը ուներ, Աստված է, բայց հաբշտակությունը չսեբեց, անիգա իրեն համար քրավիտ չդարձավ, անի իրեն համար միակ նպատակը չեղավ։ Հաբշտակությունը չսեբեց, հաբը անցը ունայնացուց, գիտեք ինչ, գսե ծառայի գերբարանք արավ, ծառայի գերբարանք արավ, ինչպես կրնա ըլալ որ քու որդիական հանգամանքդ եւ քու ծառայի բաշտոնդ իրարու հետ աշխատի, ծառան գիտես որ մեկն է որ իր դերը իրեն բատվեր գուտա եւ անիգա գնե առանց այլևայլի, բայց որդին Կորձին դերն է, քիչ առաջ խոսեցանք,
Ժառանգորդն է, ինչպես կնաս երկու հատը։ Քեզ այս մեկը ասեմ։ Ամեն անգամ որ հորը Աստծո արչև գերտաս, հիշե թե դու որդի ես։ Եվ ամեն անգամ որ իրեն հետ գարապերիս հիշե որ դու որդի ես։ Քու եւ Աստծո միջև ունեցած քու հարաբերությունը որդիական հարաբերություն է։ Բայց քու եւ մարդոց հետ ծարայելու հանգամանքը ծարայի հանգամանք է։ Տուն որպես ծարա գսպասարգես։ Գիտեք, սրճ կնեի անցանները նայելու համար, որ աշխարհի սկիզբեն ատամենը սկսյալ մինչև այսօր քանի բիլիոն մարդ ապրած է։ 2-3 խաղապարներ կային։ Ժամանակին 80 բիլիոն գսեին, բայց ներկայիս գսեն 105, 108 բիլիոն, 105-ն 110 բիլիոնի մեջ դարբերակ մգա։ Ցեզ այս խոսքը ասեմ 110 բիլիոնի մեջ ամենեն նշանավոր, ամենեն հրճագավոր, ամենեն համբավավոր, ամենեն բարձր մագարտակ ունեցող, ամենեն վեհ անձնավորություն եղող անձը այս աշխարհ եկավ, ոտքը այս աշխարհին վրա թրավ եւ ապրեցավ որպես մարդ եւ ինք իր խոսքով գիտեք ինչ ասավ, ես չեկա որպեսի սպասավորություն ընդունիմ, հաբա որպեսի սպասավորություն ունեմ։ Մեկ վարյան ասված էր եկնավոր հորը որդին էր, չէ՞, ամեն բան իրեն էր, ինչպես կրնալալ նույն ադեն սպասավորը լա եւ ծառայը լա։ Այս է, երբ որ դու մարդոց կսպասարգես, սպասարգե որպես ծառա, երբ դու Աստծո արչև կգանքնիս, հիշե որ քու ինքնությունդ որդի է, դու իր որդին ես եւ ժառանգորդ ես, բայց սպասարգելու ոճդ ծառայի ոճը թողլա, ծառայելու ոճը թողլա։ Եվ գիտեք, ամենեն լավ օրինակը որ կրնամ քեզի ասել, սա է։ Երբ որ կճանչնաս որ քու Աստվածդ քու հայրդ է, եւ գսկսիս գիտնալու ով է ինքը, իր փնությունը, իր փարությունը, իր հավատարմությունը, իր օրտնված Աստվածը լալը, օրտնող Աստվածը լալը, իր երգայնամիտ լալը, իր սիրո Աստվածը լալը, որքան ճանչնաց քու հայրդ այդ անձնավորությունն է, դու այնքան ավելի որպես ծառա կսպասարկես։ Գիտեք հին ուխտի մեջ երբ որ կգարտանք ժամանակին Քերիներ եւ ծառաներ գարնեին գծախեին եւ ովև մեկ ընտանիք որ հարուստ էր ծառաներ գկներ, քերիներ գկներ եւ իր դան մեջ կսպասարկեին։ Մենք կգարտանք այս մեկը Հոսեփ եղբայրները ծախեցին անոնք մատյանացիներուն եթոբիացիներուն կարծեմ եւ անոնք արին Եգիպտոս տարին եւ Բեդապրեսին ծախեցին եւ հոն որպես ծառա կերի աշխատեցավ Հոսեփ։ Այս մեկը երևույթը գար։ Հիմա Աստված իր օրենքի մեջ այս սկզբունքը դրած էր։ Ո՞ե մեկ ծառամ որ ծախու գարնես, քուդանդ մեջ գաշխատի 1, 2, 3, մինչև 7 տարի։ 7 տարի վեճ պետք է տունաս ծառան արձակես։ Պետք է արձակես։ Եթե նույնիսկ անիկը ամուսնացած զավակներ ունեցած լա բոլոր իր ընտանիքը հետ գարձակես եւ գսես տուն ազատես։ Եվ այդ ծառան իր ընտանիքով գելե եւ իր ազատ կյանքը գաբրի։ Բայց նաեւ գա այլ դարբերակը, որ եթե այս ծառան այս 7 տարիներուն ընթացքին դեսած է իր դիրոջը փարությունը, հայրական քուտն ու ողորմությունը, սերը, կրնակալ եւ ասել, որ ես չեմ ուզեր, որ ազատ արձակվիմ, ես կուզեմ քեզի հետ մնալ։ Եվ Աստված կսեր, որ եթե այդպիսի ծառա մկա եւ դերոջը ասե, որ ես չեմ ուզեր ազատ արձակվիլ, ես կուզեմ քու դանդ մեջ մնալ հավիդյան, ծմա, կսեր, որ դերը անոր ագանչը գծագեր եւ անոր ագանչին օմը գտներ նշան
Եվ ամեն ով որ գտեսներ այդ զարային ագանչին այդ օղը գսեր որ այս զարան այն մարդն է որ իր դերոջ ուխ դրած էր որ ես մինչև ցգյանս մինչև մահվանս վերջին շունչը ես քեզի պիտի զարայեմ իմ բոլոր սրտովս իմ բոլոր ուժովս եւ իմ բոլոր կարողությունովս ես կուզեմ քեզի զարալալ մինչև կյանքիս վերջը գիտեք երբ այս զարան գտեսներ որ իր դերը այնքան բարերար այնքան լավ եւ այնքան սիրով լեցուներ առանց խդրություն առանց զադողություն տնելու իր եւ իր զավակներուն եւ ուրիշներուն մեջ գտեսներ որ այս մարդը շատ բարեսիր դեր գսեր ես կուզեմ քեզի զարայել մինչև կյանքիս վերջը մեսեջ մարիկ երբ որ դու գճանչնաս ով է քու հայրդ Երբ որ գիտես թե Աստվածը քեզի ինչպիսի բարի Աստված է, ինչպիսի բարի հայր է, խնամող, օգնող, բժշկող, հասնող, փորձություններու մեջ են ազատող, կյանքիդ իմաց եւ նպատակ տվող, գուքաս եւ գսես ով դեր ես քեզի գծարայեմ ոչ թե ժամանակի համար, այ մագանչս թիր գնիկը, թիր օղը, եւ ես կուզեմ քեզի Լալ հավիդյանս հավիդենից Սա որդիական ծարայությունն է Որդի ես Բայց հանձնված ես քու հորդ ասելու որ դեր ինչ կուզես որնեմ Հիսուս ամեն անգամ որ գգանքներ գսեր Ոչ թե իմ գամքս դեր Հաբա քու գամքը դլլա Որդի ես Բայց կուզես որ հորդ գամքը գադարես Եվ անիգա գնես որպես ծարա սպասարգող Մարդիկ քեզի համար ամենեն կարևոր Փանն է ասաշխարի վրա Քու բիզնեսդ ավելի կարևոր է Քու տրամեդ ավելի կարևոր է Քու գալվազներդ ավելի կարևոր է Քու հոլիդեյներդ ավելի կարևոր է Քու հանգիստդ ավելի կարևոր է Երբ որ դու գասկնաս որ Աստված քու հայրդ է Եվ դու որդի ես Եվ գասկնաս որ դու կանչված ես սպասարկելու ծարայելու Եվ քու թեդդ եւ նպատակդ մարդն է Ամեն հաշիվները կփոխվի կյանքիդ մեջ Գասկնաս որ դու եկած ես որդիական հանգամանքով բացարայի սպասարկությունով մեզ յուրաքանչյուր այսօր կանչված է Թուն եւ թուն բոլորս կանչված ենք այս մեկը անելու մենք կանչված ենք գիտեք սիրելիներ երբ որ գարտանք Կորձարակելոցի 10-րդ գլխում մեջ Բողոս Արաքյալ երբ կխոսի ժողովրդին անցյալի սուրբերուն մասին երբ որ գուքա Դավիթի մասին եւ գսե Դավիթ գսե իր ժամանակին իր ժողովրդի մեջ սպասարկեց իր ժամանակին մեջ իր սերունդի մեջ սպասարկեց գիտեք ամեն մեկ անց իր ժամանակին եւ իր սերունդի մեջ գործեց Չարլի Քըրկ իր ժամանակի մեջ իր սերունդի մեջ գործեց Սեզմե յուրաքանչյուրը որ Աստված ցեզ գանչած է որբեսի դու ծարայես քու ժամանակիդ եւ քու սերունդիդ մեջը Աստված յուրաքանչյուրիդ համար դված է շրջանակը ընտանիքեն սկսյալ ծնող Եղբայր քույր թերևս զավակ թերևս թորնիկ նայած դարիքները ինչ են ցեզմե յուրաքանչյուրին եւ Աստված քեզ գանչած է որ այս ժամանակի մեջ քու սերունդիդ մեջ in your generation pargi շանկլերենի մեջ generationit մեջ թուն սպասարկես Աստծո կորձը դարածելու համար Աստված անոր համար քեզ ղրգած է քեզի ամեն արդու գսե Որթյակ կնա այքիս մեջ կորձ է Կնա այքիս մեջ կորձ է Հալելույա Նայեցեք երկրորդ Կորինթացիի մեջ Պողոս Արաքյալ ինչ հետաքրքրական խոսքը գսե Այս խոսքը միշտ ինձի challenge է որ Միշտ ինքս քննեմ այս խոսքով Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխուն 5-րդ համարը Վասնզի ոչ թե անցերնից կկարոզենք
Շատ կան կարոզիչներ, որ իրենց անձը կկարոզեն։ Որ Հայաստան էինք 90-ական թվականներուն սկիզբներն էր համակումարի մներգա էինք եւ եղբայր մի լավ եւ սկսավ կարոզելու, խոսելու եւ գխոսեր եւ բատմեր եւ վգայություններ գուդար եւ գխոսեր իր մասին ինչ ըրած է, ինչ չի ըրած, ամեն տեսակ վգայություններ գուդար։ Հայրը արջևը նստած էր։ Հայրը ամենն արջևը նստած էր։ Լսեցի, որ այսպես սավ գփավեք ու մասիդ կարոզետ Հիսուսը կարոզե։ Հիսուսը կարոզե։ Նայեցեք Բողոս Արաքյալ կգարձեք, որ մարդիկ չգան, որ իրենց մասին կկարոզեն։ Կարոզինգեսը իր ռազներու մասին կխոսի։ Ասի ըրի, անի ըրի, անոր թևերեն ազատեցի, մյուսին բժշկեցի, ես վգայություններու հագարակ չեմ, բայց երբ որ խոսքը կկարոզես, կարոզե թակավորությունը, կարոզե Հիսուս Քրիստոսը։ Հալելույա։ Նայեցեք ինչ կսե։ Նայեցեք, վասնզի ոչ թե անցերնից կկարոզենք, կարոզի մեջ անցդ պիտի չլա։ Ասիկա կսե։ Հաբա Քրիստոս Հիսուս դերը ու մեզ ծեր ծարաները Հիսուսին համար, մեզ ծեր ծարաները, երբ որ ես կկարոզեմ Հիսուս Քրիստոսը, ես ծեր ծարանեմ։ Գուզեմ, որ այս մեկը սիրելի քույրեր եւ եղբայրներ հասկանանք։ Որքան գճանչնաս քու հայրդ, այնքան գհասկանաս քու որդիական ինքնությունդ, քու identity-դ կգիտնաս։ Եվ որքան քու identity-դ կգիտնաս հայրը ճանչնալով, այնքան կգիտակցես, որ քու սպասարկությունը որպես ծառա սպասարկել է մարդոց, հորը արչև որդի ես, մարդոց արչև ծառա ես։ Մի փոխանագեր։ Մի ելեր մարդոց ինքզինքը ցույց տալու եւ ասելու, որ ես ասեմ, ես այսպիսի բաներ գնեմ եւ այսպիսի բաներ իմ կյանքից մեջ եղած են, խոքնա եւ որպես ծառա եւ քեզի բան ասեմ, երբ որ ծառամը գերտավ գբատմե ովև մեգումի ինչ որ ըրած է, երբեք կրավիտ չէ իր ըրածը։ Ծառան բարձաբես իր դերոջը ըրածները նույնիսկ իրականացնես կրեդիտը դերը գարնե։ Գրնամ որ միտքս հասկացնել ցեզի։ Հալելույա, փառքիրեն։ Հալելույա։ Վասնզի ոչ թե անցերնից կկարոզենք, հաբա Քրիստոս Հիսուս դերը ու մեզ ծեր ծարաները Հիսուսին համար։ Եկեք մեր աչքերը փակենք, մեր գլուխները խոնարհեցնենք։ Որդիագս այսօր կնա իմ այքիս մեջ կործե։ Սա խոսքը երկնավոր հորմեդ է, հովիվետ չէ։ Սա խոսքը քեզ քու մորդ որովայնի մեջ տնող եւ ջանցող քու հորմեդ է, երկնավոր հորմեդ է, որդիագիմ կնա իմ այքիս մեջ կործե։ Աստված կուզե քեզ քու սերունդիդ մեջ, եթե դարիքդ բադանի է, կնա քու սերունդիդ մեջ ծառա է։ Բադանիներ, բարմանուհիներ, ծեր սերունդի մեջ ծառայելու համարացված ես գանչած է։ Երդասարտներ, երդասարտուհիներ, Աստված ես գանչած է, որ երտակ ծեր սերունդի մեջ կործեք։ Մի ագնգարեր, որ 70 տարեկան անց մի երտակ 20 տարեկաններու մեջ ծառա է։ Թուն այնն ես, որ երտաս կսպասարկես։ Չափահասներ, միջին դարիքի եղբայրներ եւ քույրեր, Աստված քեզ գանչած է եւ գսե կնա այքիս մեջ, քու սերունդիդ մեջ կործե, քու դարեգիցներուդ մեջ կործե, հարաճացած դարիքի քույրեր եւ եղբայրներ, հասուն դարիքի պատկանող քույրեր եղբայրներ, ծեր սերունդի մեջ կացեք, ծառայեցեք, ծեր դարեգիցներուն մեջ, ծեր տրացիներուն եւ տրացիներուն կյանքի մեջ, ծեր ասկականներուն, ծեր բարեկամներուն։ Հալելույա։ Օդեր ղրգե այս ժողովուրդը
ուղարկե ով դեր այս եղբայրները եւ քույրերը, որբեսի երթանք ու այքիիդ մեջ կործեն։ Գուզենք ով դեր սիրով մղված մեր շարժարիտը սերը լա ով դեր։ Գուզենք որդիական հանգամանքը ունենալ, որ այս կորձը դեր մեզի հանցնած ես, մենք կորձավորներ չենք, մենք վարձկով չենք աշխատիր, մենք վարձկաններ չենք, մենք որդիներ ենք, որովհետև այս կորձը ժառանգություն է քեզ մեզի։ Եվ գուզենք ով դեր մեր ծառայությունը ցույց բերել որպես ծառա, մեր սպասարկությունը որպես ծառա։ Մարդիկ տեսնեն մեր մեջը քո մեծությունը եւ մեր համեստությունը։ Մարդիկ տեսնեն մեր մեջը այդ բարձությունը, որպես ուխտիալ ծառաներ, մեր սրդին վրա դեր քեզ սպասարկելու գնիքը ստացած, ոչ թե օղը մեր ագանչներուն, հապա մեր սրդի մեջ Սուրբ Հոգին գնիքը ստացած, գնքված Սուրբ Հոգիով, թե մենք քեզի պիտի սպասարկենք ով դեր, մինչև մեր կյանքին վերջը, մենք ուխտ կնենք քեզի ով դեր։ Դեր արցակե այս եկեղեցին եղբայրները եւ քույրերը բոլորը դեր, որբեսի երթան եւ այքիիդ մեջ գործեն։ Որդիագս այսօր կնա իմ այքիիս մեջ գործե։ Թող դերոջ այս խոսքը եւ բադվերը քեզի հայտնությունը լա, հոգիիդ խորքերը, սրդիդ խորքերը, եւ քեզ ուղե որբեսի երթաս եւ կործես դերոջ այքիի մեջ։ Շնորհակալ եմ քեզ ամեն բանի համար ով դեր, փառքն ու բադիվը քեզի։ Հիսուսի անունով գաղութ